Դատախազությունը կրկին սկսել է քրեական հետապնդումը հանրապետական կուսակցության ներկայացուցիչների նկատմամբ։ Այսօր հայտնի դարձավ, որ գլխավոր դատախազը դիմել է ազգային ժողովին «Պատիվ ունեմ» խմբակցության падգամավոր ՀՀԿ-ական Տարոն Մարգարյանի դեմ քրեական հետապնդում սկսելու հարցով։ Բացի այդ, նոր մեղադրանք է առաջադրվել հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Եվրոմեդիա 24-ը ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանից հետաքրքրվեց, թե որն է պատճառը, որ ՀՀԿ-ականների նկատմամբ հետապնդում է սկսվել։ Ինչպես նշված է Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի հայտարարության մեջ, դա կարող է ունենալ երկու հիմնական պատճառ։ Առաջինը պարոն Մարգարյանի պարագայում շուրջ 7 տարի առաջ երկու ձեր նշած քրեական գործերն էլ շինծու են։ Նախագահ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործը արժանանալու է նույն ճակատագրին, ինչին որ արժանացել էր նախորդ հարուցված քրեական գործը, այսինքն նախագահը արտարացվելու է, որովհետև ակնհայտ է քաղաքական հետապնդման տարր, իսկ պարոն Մարգարյանի դեմ գործընթացին խոսքը գնում է 7 տարի առաջ հարուցված քրեական գործի մասին, որի շրջանակներում պարոն Մարգարյանի մեղավորությունը ապացուցել չկարողանալու եւ հերթական հետապնդումը պարզապես մի քանի տարով երկարաձգելու համար հորինվել է փողերի լվացման եւ այլնի հեքիաթը, որի մասին մանրամասն պարոն Մարգարյանի փաստաբանը անդրադարձել է։ Մամիջանյանի խոսքով երկրորդ պատճառը կապված է Ադրբեջանին հերթական զիջումների հետ։ Ակնհայտ է, որ կառավարիչները նախաձեռնելու են առաջիկայում հակապետական զիջողական հերթական գործողությունները եւ փորձում են թե հանրության ուշադրությունը շեղել այդ գործընթացներից եւ թե փորձել խանգարել հանրապետականին տալ դրան այն արձագանքը եւ այն գործողությունները իրականացնել, որոնք հանրապետականը պարտավոր է անել, ինչը թե առաջինը եւ թե երկրորդը չի հաջողվելու այսօրվա կառավարիչներին եւ հայրենասերների պայքարը եւ մոթալու հաղթանակը կազմել անհնար է։ Նշենք, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին այս անգամ մեղադրում են փողերի լվացման մեջ։ Երրորդ նախագահին ուղղված նախորդ մեղադրանքը վերաբերում էր բենզինի գնման մրցույթին միջամտելու հետ, սակայն Սերժ Սարգսյանը դատաքննության արդյունքում արդարացվեց։